Զոպլանի խորուրդը սա է, բրնձի հատիկները երկի մորակում ապրող մարդիկ են, չամիշտերն ընտրյալներ են, այսինքն այն ուսանանելը, ովքեր ապրում են ճիշտ կյանքով և կատարում Աստծո 10 պատվիրանները։ Thank you.
Bravo! Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ միջոցառման համար։ Ինձ համար շատ ողջունելի է այն ամենը, ինչ որ արվում է մեր հայկականը, մեր հինը, մեր ավանդականը, որ երեխաները ծանոթանում են այդ ամեն ինչին եւ տեղեկացված են լինում։ Հատուկ շնորհակալություն իմ բալիկներին, իրենց շատ լավ պահեցին։ Դուք ձեր խոստումը կատարեցիք, կփորձեմ ես էլ իմը կատարեմ ամառվա ընթացքում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ընկեր Սյուզիին եւ ընկեր Նարնեին։ Ձեր տեսանկյունից ես ձեզ գյովին հասկանում եմ։ Աշխատանքը տարվում է ընդհանուր, բայց յուրաքանչյուր երեխա ընկալում է այնքան, որքան կարող է։ Ըմբռնումով մոտեցեք այդ ամեն ինչին։ Աշխատանքը ընդհանուր տարվում է։ Ընկեր Սյուզի, ձեզ եւ ընկեր Նարինե, ձեզ քաջ առողջություն։ Մեծ համբերություն, որ նույնքան պատասխանատվությամբ և ջանասիրաբար կատարեք ձեր աշխատանքը, որքան որ մինչ այժմ կատարում եք։ Ապրեք դուք, որ կաք, որ մեծենք։ Ուզում հայտնեմ, իմ շատ սիրելի, բոլորի սիրելի Վարդի Հովհաննեսովնայինները։ Հատուկ շնորհակալություն մեր երաժշտության ուսուցչուհի Արմինե Ալբերտոնային։ Շնորհակալություն մեր պարուսույց ընկեր Լուսինեին։ Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր իմ կոլեկտիվի բոլոր անդամներին, բոլոր ինչ որ տեսնում եք, դա թիմային աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն բոլորին։ Ապրեք ձեր երեխաներին, ձեր կյանքի ամենաթանկ էակներին մեզ վստահելու համար։ Ես էլ վստահ կարող եմ ասել, իհարկե լինում են թերացումներ, մարդիկ միշտ սովորելու, աճելու տեղ ունենում են, քանի դեռ շնչում են։ Բայց վստահորեն կարող եմ ասել, մենք մեր աշխատանքը անում ենք ամենայն պատասխանատվությամբ, սիրով և լրջությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալություն նաև ձեզ, որ ստեղծել եք այս հրաշքանքյունը հրաշք անձնակազմով։ Իրականում թեման շատ բարձր է, չգիտեմ, ես միս կարեցի թեման վերցնել, բայց շնորհակալ եմ իմ բալիկներին, իրենք հիանալի են կատարել ամենը։ Հիմա մի հատ նկարվենք։ Հա, Եկեք հարկարույք նկարվենք, հետո